Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Ձինայդ նախագիծը։ Արգանքներս մեր անդավաճան հեռուստադիտողներին, ովքեր գիտեն, որ միշտ Ակոպովնան ներկայացում է հետաքրքիր նորությունները, երաժշտականը, պրեմիերաները եւ ամենակարևորը աճելի դեմքերի հետ հանդիպումներ։ Մեկ ամսյակը շարունակվում է Ակոպովնայի մոտ եւ շատ սպասված հյուրեր ունեն, որոնց ուղղակի սպասում է հենց այս մեկ ամսվա ընթացքում։ Եվ շատ մեկնաբանություններում գրված է անուն, ազգանուն։ Ում մասն է խոսքը, կիմանաք հենց հիմա։ Իդեպ ասեմ, որ ֆորմատը չեմ խախտում, ուզում եմ շնորհավորել օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ, լավ մարդկային շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Իսկ այս բան հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ տեղեկացնեմ, որ տեսահոլովակի գեղեցկույն րոպեներ անց կլինի մեզ մոտ տաղավարում։ Сердце мое сейчас наполняют, о тебе хочу я рассказать всем на земле. Ведь таких, как ты, просто не бывает. Люблю тебя, ты мое сердце и душа. С тобой мне не страшно в жизни ничего. Тебе эта песня низкий мой поклон. Каждый день, каждый час я в молитвах за вас. Это счастье, что в жизни вы есть у меня. Каждый день.
Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ավելի մոտ են նստել։ Հեռուստարկղի ձայնը բարձրացրել են եւ ասել են Ակոպովնա ուշացել է, սա քեզանից չի։ Բոլոր հարցերի պատասխանները անձամբ նրանից կստանամ, դուք արդեն հասկացաք։ Տաղանդավորի ընկերուհին Մեծն Սոնան ինձ մոտ տաղավարում է։ Սոն ջան, ողջույն։ Ջան, ողջույն, հազար ողջույն։ Ասա։ Հասա քեզ։ Ես վախում եի արդեն քեզ գրեզոն, իսկ այսօր Սոն իսկ վաղը։ Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որ չի Գործերից դեր ասա, որ մենք քեզ հրավիրել ենք։ Հրավիրել եք ու մեկը պետք է գայի։ Բայց երևի հենց այնպես չէ, հենց այս մի ամսակի մեջ քո հաղորդման ես պետք է հայտնվի։ Ուրեմն ոչ ոք պրոստը չլինում։ Շնորհակալ եմ շատ քեզ։ Ճիշտ է, ես քեզ պաշտում եմ, երբ որ դու երգում ես, ու դե մի քանի օր առաջ էլ որ մի հատ վայելեցի, որովհետև Սոնան Մարտիրոսյան մեծ նվեր էր կազմակերպել կանանց եւ աղջիկների ու հասկացա, որ Սոն ջան, ես այս հարցը տղաներին եմ անկեղծ ասած առաջինը տալիս, որովհետև իմ ֆորմատին նորմալ է ինձ էլ տալ տղեկին ու Սոնային։ Որովհետև եթե տղաներին ասում տղեկ ջան, դուք օրվա մեջ քանի առիթ եք կարողանում երգել։ Սոն դու առիթ չէ, դու փաստորեն քանի համերգ կարող ես մի օրում երգել։ Սոն բենդը քո հետ է լինելու։ Մերսի շատ ջան։ Հա ջան։ Մարտի 8-ի օրով իհարկե համերգ ունեի, մենահամերգ իմ բենդով։ Այո։ Եվ որտեղ մենք հանդիպեցինք արդեն մյուս տեղ Ռեստորանային համալիրում էինք։ Ահա, որ կոչվում է Ադանա։ Այնտեղ իմ տղաների հետ եկա, որտեղ բեմը ահռելի մեծ էր ու ես ուզում էի իսկապես նվեր լինել բոլոր կանանց համար, որտեղ դե ստիպված ենք լինում մենակով ելույթ ունենալ, բայց դե բենդով ուրիշ է։ Դրա համար տղաների հետ շատ ուրախացան տղեկը, որ ասեցի, իրանք չգիտեին։ Իրանց ես էլ անակնկալ արեցի, իրանք փորձ էին կարել Հինանիում, ասեցի հələ մի հատ էլ տեղ ունենք։ Մի հատ ասի գցվեք ավտոները գնացինք Ադանա։ Մենք էլ ենք գալի ու սենց ուրա այսենց եկանք, մեծ սիրով երգեցինք ու ընդեղից էլ եկանք, հասել ենք ուշ, որի համար ներողություն եմ խնդրել հանդիսատեսը մեր, նստած, բայց սպասում են ժամ 8-ից, 8:30 պիտի սկսենք 9:15։ Այո։ Բարձացանք բեմ, ես ներողություն անձամբ խնդրեցինք, բայց դրա տեղը կոմպենսացիա եմ արել, երգել եմ 3 ժամի տեղ 4 ժամ, 12:20 նորի չել եմ բեմից։ Լուրջ ես ասում։ Հա։ Իսկ հետո մյուս օր գարում էիր խոսար Սոն։ Դե մյուս օրն էլ եմ երգել, ամսի 9-ին, որտեվ բանկետ продолжение։ Հա։ Դե Ջին, միշտ հարցնում եմ մեր ժողովրդին, հանդիսատեսին, սերը շատ կարևոր է։ Համար առաջին, առանց սիրո ոչինչ չի կարող լինել։ Լավ։ Բայց ինչ կա էլ ժողովուրդ ջան, ուսես նայում են տարբեր պատասխաններ է ու չգիտեմ ինչի, բայց արդեն սովորացնում եմ էլի այդ պատասխանում եմ հիշեք էներգիա։ Հա։ Եթե այդ էներգիան սպառվում է, ձեզ Աստված հետ չպրկի։ Հա։ Այդ էներգիան շատ կարևոր է։ Իհարկե էներգիան տարբեր է լինում ու հասկացողությունը եւ գլոբալ իմաստով ես հիմա խոսում եմ էներգիայի մասին, որը հումորով էլ ասում եմ Ժորժ ջան, ձեր բենզինը թող չփրծնի։ Երբ այդ էներգիան փրծնում է, արդեն ոչինչ չես կարող։ Դրա համար պիտի մի քիչ էլ մտածված քո ոնց են ասում, իստոչնիկ Կարոս ռուսերենս ասանք։ այդ ամենը ճիշտ պլանավորես, որ դու չմնաս առանց այդ էներգիայի։ Կամ էլ որ մայրիկս ասում է, ախր վերջի համերգը չի, նենց է ստալի համերգը, ոնց որ գիտես, վերջի համերգը տա, իդեպ ասեմ Արան էլ էր տենց, Մարտիրոսյան։ Ամբողջ էներգիան։ Կամ որ ասում է, всё или ничего։ Ասում եմ, մամ ջան, չեմ կարա, ինչքան տալիս եմ, հավատա 1000 այդքան տանում եմ հետս։ Ու այդ էներգիան շատ կարևոր է, որը մաղթում եմ մեր կանանց եւ տղամարդկանց Տղամարդկանց էլ մաղթել, տղամարդկանց։ Այո, որ դիմանան մեզ։ Սոն, դու այսքան խոսում ես, ես միանգամից մտաբերում եմ ու փշակաղվեցի, այս տեքստի վրա ես ու Սոնյան իրար վրա նայում ենք ու նայում ենք քեզ։ Ու մենք գիտենք, որ դու արդեն ուշացել ես։
Ու ես չգիտեմ, ես քո փոխարեն լարվել էի, որտեվ բավականին ճանապարհն էլ հեռու էր, չէ՞։ Ու ես մի բան ասեցի, ասում եմ, Սոնի, մի բան էլի հարցնեմ, որ հիմա ինքը սենց երգում է, սենց տալիս է, էս տալիս է։ Այս աղջիկը մենահամերգ ունի, չէ՞։ Ասեց, նույնը այնտեղ կտա, մի նեղվի դու։ Այսինքն Սոնյան արդեն գիտեր, Որտեղ Սոնյան եղել է իմ live band-ով համերգներին, ոչ մի անգամ, ու տեսել է այդ ինչա։ Որովհետև Սոնան մենակով, ինչ որ մի քանի երգով, այդ մի Սոնայա, բայց կապ չունի, դիտաս։ Բայց մենահամերգ band-ով, որտեղ 12-13 Ես 10-րդն եմ, առաջ 14-ը, հիմա 13 ենք, բեմի վրա, դե էլ չասեմ իմ sound engineer-ը Գրիշան, որ միշտ ինձ հետ է, դեր The Voice նախագծից։ Լուրջ։ Հա, որովհետև ես զգացի, որ ինքը ես ունեմ Մոսկվայում էլ sound engineer Վիկտորը իմ ավելի շուտ, որ աշխատում եմ։ Հանդավաճաններ են։ Այո, որովհետև ես տենում եմ մարդուն բացի մարդ տեսակը это պրոֆեսիոնալիզմ Դե նվիրված են նաև քեզ։ ու ես էլի փոխադարձա միակողմանի ոչինչ չի կարող լինի ինչան համար Սոնյան տեսել է ինչ փոթորիկա կատարվում իդեպ ասեմ իմ երաժիշտները ամեն անգամ ասում են չենք հասկանում էլի դե գոնե մինչև այդ 3 ժամ էր ոնց 4 ժամ սոն խի սենց էլի խի դե հոգնում են ճիշտ եմ ասում Հա։ Բայց ասում եմ դե դուք կանգնած նվագում եք, բայց ես երգում եմ, նվագեք էլի։ Ու ժողովուրդն էլ այնքան ասած միջամիտ որ շփվում ես, չէ՞, մարդկանց հետ էտելա շատ կարևոր։ Ասում ժողովուրդ ջան հոգնել եք, 2 ժամ հետո ու սողով գուրում զարմացած էս ով ում հարցնում էլի։ Ու ասած չէ, ասում եմ դե շուտկա բայց դե կարող չհոգնեք։ Չէ, ու շատ շնորհակալ եմ Եմ որ ասում եմ բիսմեննի անդավաճան ու ես ասում եմ ինձ չնդավաճանել իմ слушатели իմ զրուցել երբեք մարդիկ այդ օրը կար որ մոտիկացել են ամուսիններ են ասում են 31 տարի մենք որտեղ դուք համեկան մենք կարծեք հիշում եք մեզ ասի հիշում եմ ձեր կնոջը որտեղ ռիժիմ ազեր ասեց Նենց շակավեցի ասեց 22 տղա թոր ունեմ, 21 աչկո, ասում եմ կանչում աղջիկ թոր ունենամ քամնա դնեմ, լուրջ ես ասում։ Այդ բամերից հետո, բա էդի չարժի, էդի, վсё, որ Սոնան ոգևորվավ, այդ սաղ տվածը, վсё, որ ասում upgrade, վсё, զրոյից նորից սկսենք, այդ թևերա տալի, այդ ուժա տալի, այդ հասկանում ես ոչ ման ոչինչ չես անում հենց այնպես Սոն, ես ունեմ հատուկ հարցեր նաև, որ եւ տալիս եմ այն կանանց ում ցանկանում եմ եւ հարցեր, որ հատուկ քեզ համար եմ։ Ես ինչքան էլ իմ ընկերուհուն քչի շատ իշ ճանաչում եմ ներքին արտաքին, ես կուզեմ մի փոքր բացահայտում անենք, որովհետեւ եթե մենք դեռ մենք արտիստ կա, այսենց ամբողջ տվածող, ես ուզում որպես կին էլ բացահայտեմ քեզ թույլ կտաս։ Դե Չափի մեջ դինա ջան։ Դե հիմա դու քո անկեղծությամբ ասա, քո ամենաուժեղ գիծը որն է։ Ամենաուժեղ որ անկախ ամեն ինչից չենք հանձնում ու չենք կոտրվում։ Որտեւ ամենասոր ռուսերեն ասեմ, каждый день новая жизнь։ Համաձայն եմ։ Всё։ Շատ լավ։ Իսկ դու ինքդ քեզ համարում ես պայքարող տեսակ։ Դու պայքարող ես։ Անպայման։ Իսկ ինչի համար ես շատ պայքարել։ Դե չգիտեմ, բայց Գրիգորյանը ճիշտ է, կյանք ու կռիվ, sense վիճակն էլի։ Համաձայն եմ։ Շատ լավ։ Եթե քո ընկերներից ոմանց հարցնեմ, ինձ կասեք ինչպիսին է Սոնան։ Քո կարծիքով իրանք առաջինը ոնց քեզ կբնութագրեն։ Բայց հարցրել եք։ Հա։ Օ։ Դու ուզում եմ ասես, որ ես էլ ավելացա։ Հա, մի օր Սարոն եթերում այդ որ կովիդի վաղ տարեց, ասում դե հա գիտեմ որ էներջայզեր եմ, իդեպ կա էդ, ասեց դու էներջայզեր չէ, դու պատստանչա ես, ռուսերեն որ ասեց պատստանչա, истерика մոտս, Սարոն։ պատստանչա ես դու էներգիա չես, կարակ, Այո։ նազենին ոնց ասեց, պայթե Ցուցիչ, Այո, պայթեցուցիչ կա։ Ահա։
անդադար sense շարժման ուժական ուշեմ այդ պետք է ասեն որ էներգիայի հետ կապված Իսկ դու հաց ուտող, հաց կիսող, ուտող խմող ընկեր ես։ անպայման Դե հաշվառ առանձնացիլի չեն էտել են հա էտի Առաջինն են ասում։ Եմ որ ասում я залюбовь пешком голодовки ну вроде примитив արդեն բայց դե տենց է պետք է որովհետև ես դինջան ոնց երկում եմ տենց էլ սիրում եմ պատրաստել ուտելիք որտեղ հենց կարող եմ եւ իմպրովիզացիա անել Հա, տենց։ ստանդարտ Okay, կաչը, sense ինգրեդիենտները, բայց ինձ ինչ-որ մի բան պետք է անեմ սոնայական, ու ասում են, բայց մի տեսակ ուրիշ է, ասում բան չկա իմ էներգիան մեջ։ Հա, հոգի է դրած նաև։ Շատ լավ։ Դու արդեն հասկացար, ես ում որ հարցրեցի, ինչ ձև կբնութագրեք։ Սոնային ասես դե Խմողը չէ։ Խմելը չեմ խմում։ Հաց կիսող մեր ընկերը։ Խմելը չեմ խմում։ Իսկ որ առանց խմելու էլ կենացես ասում սա։ Հա, միշտ։ Դե ուրեմն ճիշտ են Չի չես։ ջուրն էլ վերցնում եմ, սրտանց, այս տարի էլ նոր տարին ասում են, լավ, գոնե մի հատ շամպայնով, իսկ вообще ասում ժողովուրդ դրա մեջ չի իմաստը, հավատացեք։ Ոնց էս կամենաս։ Ջրով էլ կարաս նես կամենաս, ոնց որ մոտ գինիով, ինչ տարբերություն։ Հա, իսկ սրտե լինի։ Հա, հոգին է կարևորը։ Այդ չաշայի մեջ կարևոր չի։ Շատ լավ։ Իսկ Սոնան ընդհանրապես պայքարել էր անձնականը վերականգնելու, լավ երջանիկ լինելու համար, թե տենց քեզ անջատում է Սոն։ Ինչ կլինի իմ կյանքում կլինի։ Չէ։ Պայքարում ես։ Հա, կյանքում ինչ կլինի, չլինի, sense չեմ կարա։ Ես եմ որ Սեփականատեր ես։ ստացվում է, ոնց արուս է սամատյոկ, sense։ Հա։ Չէ։ Հա, տենց չէ։ Բայց միշտ իմ ամենասոր իմ աղոթքի մեջ կա sense ֆրազա на всё воля Божья։ Օ։ Ես կարամ պայքարեմ, բայց sense ասեմ, ուզեմ, խնդրեմ, ոնց կշփվեի։ Միգուցե ոչ մարդու հետ, որովհետև այդ վիշ ինստանց է։ Լավ, բացայտում էր սա իմ համար Սոնա։ Բայց ես շատ կապված եմ Աստծու եւ իմ նախնիների հետ։ Հիանալի է։ Դրա համար այդ պետքա sense ասում եմ դե тебе виднее։ Սոնից քո ներքի ձայնին հավատում ես։ Այո։ Այսինքն զգում ես, որ ինչ որ մի բան Հա, բայց ջղայնանում եմ շատ sense դեպքերում այս վերջերս դե երևի տարիքը Ասում է։ գալիս է sense մի փուլ որ հասկանում ես ասում ես բայց չես անում։ Հա։ Մտածում ես բայց չես անում։ Այն առաջի հենց ինչ մտքիդ գալիս է համոզվել եմ դրա մեջ։ Հա։ Երևի 99% դեպքում պետք է այդ անես։ Եթե գալիս են ուրիշ մտքերը, արդեն այդ դու քեզ հետ խոսում են մյուս Սոնան, շփվում են իրար հետ, սկսում են իրար sense խոսալ բան տեվավոր, բայց sense բան չէ, առաջինը ինչ մտքիդ եկել է այդ է։ Ու չեմ ուզում որպես խորհրդի կարգով, բայց որ հիմա մեզ նայում են, հասկանա ինչ ասեցի, որ մտածում ես, sense տենց է։ Այդ առաջի միտքը իզուր պետք չփախնենք։ Այդ արդեն մենք ենք sense համոզում են Սոնքան գալի, դե ամենքից մեջ է երեխեն ապրում, ոնց որ մի օր Արան ասեց Սոնջան հանդիսատեսը նստած է 70 տարեկան 60 տարեկան ասում ես երեխեք ջան ասում արջան բախում չեմ ասելու ժողովուրդ ջան sense դամի գասպադա sense բայց մարդկանց մեջ երեխա է չէ Հա sense Սոնչիկ դեմքա պրոստը ասում ինձ սպանում է որ դու դուրս ես գալիս ասում երեխեք ջան չգիտեմ ասում տենց հա ստացվում է ես իրանց մեջ Տենում եմ այդ պահին այդ երեխուն, այդ երկրորդ իրանց, որտև կապ չունի տարիք։ Եթե հոգիդ բարի է ու ջահել է, այդ արտակն ապեսել է։ Հա, ու թվեր անիմաստ։ Ես մի մեկնաբանություն եմ առանձնացրել, որ հատուկ եթերում ասեմ։ Մենք ընդհանրապես հարցում ենք դնում Facebook-յան էջում, ում կցանկանաք տեսնեք Ակոպովնայի մոտ հյուր։ Ինչքան էլ իմ ընկերներ ունենում են, ասենք, նորություններ, պետք է ես ինֆորմացիա տամ, բայց ես նաև ընդունում եմ հեռուստադիտողի խորհուրդը, որ Ցինա ջան, այս երկչին ինչի նրան են կարոթել, այսպես այնպես։ Ես չգիտեմ եղել է,
Քոս մոտ։ Պետք ասեմ։ Հիմա նայ, ինձ մոտ Facebook-ում գրված էր Սոնա, քո անունը, բայց նաև այնտեղ մի հետաքրքիր առաջարկ կար, քանի որ հիմա լսարանը կարոտել է Արային, նորություններին կարոտել է, առաջարկում են Սոն, որ դու մի անգամ երգես Վարդան Խաչատրյանի հետ։ Դու Վարդանին ծանոթ ես, որ շատ նման է ձայնը Արային։ Ասեմ, ես երևի մի ամիս առաջ են ասել, հենց մի ամիս առաջ։ Փաստորեն Իր սխալ չէ։ անունը Այո, մի հատ ասել են կլսես, հենց մեքենայի մեջ այո։ դրեցին ու ասեցին դե չասեցին անունը, ասեցին մի հատ կլսես այդ երգը բան, Արայի նոր երգն է, այսպես են ասել։ Հա։ Հետո Դրեցին ասե տարանջ։ Դեմբրա խրպոտ այդ կարա ոնց որ Սոնային որ ասում են նույն Ռուսաստանում это наша советская тянутернер, ու ես գիտեմ, պիտի դրանից լավ զգամ, ես ասում եի спасибо, очень польщена, но я Сона։ անհատականություն։ Որովհետև Բոնի Թայլերն ասե, հետո սենց կամ նույն Ալեգրովային ասում են ինչ նման է, որտեղ Ալեգրովայի ձայնի մեջ է խրպոտություն կա, էներգետիկ դաշտը, հա, կարող է տեմպրը, կարող է որ խրպոտ, բայց եթե լսում ես ու շադիր տարբեր է։ Դու մասնագիտորեն ես լսում։ Տեմպրալ, այ, իհարկե մի անգամից ասեցի տարանջ։ Բայց դե միակ ձևն է երևի թե փարատելու։ Հա, դրա համար ես շատ կցանկանամ, որ ինքը այդպես իր անունը Վարդան Խաչատրյան։ Խաչատրյան։ Այո, Շատ կուզենամ, որ ինքը այդ անունը գրի, այո։ ու եթե շատերը համար ասում են, օ, ինչ լավ է, որ համեմատում են, այո, միջազգային հասցի հետ որ ասում են, հա, ոնց որ ասում էին, Սոնչ, ոնց որ մեր Ալլա Պուգաչովան ասում, Ժորժան, չէ։ Ահա։ Չէ, կարող է վլաստնի, կարող է այսենց, ну, лидерами рождаются, не становятся։ Բան չասեցի։ Բայց կապ չունենք։ Դրա համար ես կցանկանամ ինքը լինի Վարդան Խաչատրյան։ Ինքը բոլոր Ու իր տեղը, այո, անունով իրան պահում։ չասեն։ Հա, օքեյ, նման Արայի ձենը բան, բայց ուրիշ աշխարհ է։ Սոն ուղակի կարոտած ենք։ Մենք հիմա Երևի։ ամեն մի ինչ որ մի բան լսելուց հետո ուզում ենք նմանացնենք, ուզում ենք հասկանանք, որ կարող է իրան նման լինի, մի քիչ կարոտնա։ Այդ Շատ ասեմ շատ սիրուն տեմբր տվյալներ Այո, ու էդի անշուշտ։ շատ լավ։ Եվս մեկ հարց, Սոնան հենց հիմա ներկա պահին կիսատ գործերուն ինչ ես անում Սոն։ Երկ տեսահոլովակ մենք դեմ խելագարվում ենք վերջի տեսահոլովակը դիտելուց Ռազի հետ։ Արդյունքը արդեն պարզ է, որովհետև հիմա արդեն տորտն են կտրում այդ երկի տակ։ Ինքան Շատ պատասխանատու, շատ ինձ համար, որովհետև Ռազմիկի համար, այն որ ասում է ոչ մի խնդիր չէր հայրենի մեջ, Այո։ որտեղ Ռազմիկը թե իրան նամանավանդ շատ գեղեցիկ երգագրել հենց ինքը եւ բառերը եւ երաժշտությունը շատ ես մտածում եի իմ պահով Ինչ ես ոնց անում։ կստացվի ինձ մոտ դե հայրեն որ իմ երգացանկում կավելանա եւ որպես դուետ որտեվ Ռազմիկին համարում եմ ասենց բացի եմ որ միշտ Սոնան ասում են նոտաներով եկիր չել այդ հոգին ինձ համար շատ կարևոր է եւ դե ժողովրդի իրանց հələ որ երկներ չէր դուրս եկի արդեն գիտես Այո։ ոնց էր փոքրիկ կտորներով ուժուր sense հասկացանք որ սիրվեց ուզեց։ սիրվեց ու որի համար շնորհակալ եմ Ռազմիկին որի համար շնորհակալ եմ հենց գաղափար տվողին Ով է։ որտեվ Արայից հետո դուետը մի քիչ ռիսկ էր այդ իմ ընկերն է որը Միացյալ Նահանգներում ապրում է Աննա Կարա Այո։ Foundation ասեցի ինքնաթիռում ենք եղել օթում 3 տարի է տևեց երկը գրվել է մի շաբաթում բայց 3 տարի տևեց process-ը բայց Աննան էր որ օթում ասեց որ համար անսահման շնորհակալ եմ որովհետև ռեակցիան իմ
մենք օդում Մոսկվա ենք թռնում, ասեց Սոն քեզ պետք է Ռազմիկի հետ դու հետ հայերեն լեզվով։ Ասի ես Ռազմիկ вообще կապ չունենք։ Մեր ձայները ընդհանրապես կապ չունի։ Շատ լավ Չեմ ծնվել են։ տեսնում ոչ ասեց Սոն։ Believe me, ասի լավ։ Մի 10 օր հետո Ռազմիկին ենք դիմել ու շատ արագ գրեց։ Բայց Խայտարակ ցավոք մուսան է սրտի, դրանից է։ Հա, եկավ ինքն էլ ոգևորված գրեց բարերը երկու տողներ ու նանանանա ստենց առանց բարեր, բայց մելոդիան մի անգամից ասինք խենթա։ Հա, Հա, աննորմալ։ բայց ցավոք սրտի Հայկոին կորցրեցինք։ Չկարողացանք դանջ, հետո Արցախը կորցրին։ Հո, այդ ցաղը Հետո մեջ Արային Մարտիրոսյան։ Դրաման մի հատ Instagram-ում բանը չեք թե որ ասում ա կյանքս կերել է։ Ես իրար ասում եմ համբերի ամեն ժամանակ ունի ուզեմ չուզեմ ինչ համբերեմ բարձա որտեվ հասկանում ես երկը կա ուզում ես ձայնագրես ուզում ես տեսալովակ ու օրյան դեռ մերսի շնորհակալ եմ Արենին Բայացյան շնորհակալ եմ Աննային ու իհարկե Ռազմիկին Գորոյանին իր եղբորը որ այդ ամեն ինչ կարողացանք եւ իհարկե իմ Սերժ ստուդիո Ինչպես միշտ մեր Սերժը։ բոլոր թիմին ազգակազմին շնորհակալ եմ շատ որովհետեւ իդեպ կոմենտները մեկ-մեկ կարդում եմ թե ինչ կապ ունի երկի հետ տեսալովակ է Շորժան ամեն ինչ սցենարի նույնատիպ կապլնի sense Կարևորը այսօր դեռ մեքենաների մեջ, որ մի մեքենայի կողքով անցնում ես, միայն այդ երգն է հնչում։ Դե մենք սիրում ենք, չէ՞, տենց երկար, վստահ եմ դեռ երկար է ապրել։ Ինչքան երկար ապրի, այդ ուրեմն ստացված է, այդ ուրեմն մենք արել ենք այդ սրտանց ու որ համեմատություններ չանեն, թե Արայի հետ դու այդ ուրիշա դա լրիվ ուրիշա։ Դրանք տարբեր աշխարհներ են։ Այո, որ համեմատություններ չունի, բայց ավելի մի քիչ էլ ինձ վստահ զգացի որ հայրենի մեջ Սոնան իր ձևով, իր տեմբրով, իր զգացմունքներով, որովհետև Երևան եմ ծնվել, մինչև 17 տարեկան ապրել, ինչի՞ չէ, որովհետև իմ տատիկիս հոգին լուսավորի Լուսիայի խոսքերը, որ ես դաշնամուրն պարապում էի, նվագում էի, դե ջազով էի խորել երգում էի, ասում էր, խնդրում եմ էլի հայրեն երկի, ասում եմ, տատի ջան, ես ախր չունեմ այդ ձենը, ոնց երկեմ, ոչ ժողովրդական կարամ երկեմ, ոչ կլասիկա կարամ երկեմ այդ խրպոտ ջազը, մի օր էլ սենց բաներ գիրք նվիրեց ինձ, մի տարել էլ մեծ այդ գիրքը, որտեղ հայրեն բարով բանաստեղծություններ ասում է, դա շատ երկեր կա այդ բարերը, քեզ եմ նվիրում, ստորագրեց, ասեց, Այդ քո ջազ մազի մեջ թոլինի մենակ երկի հայրեն այդ քո ջազ մազի մեջ որ ասեց ու առաջի այդ ոնց ասեմ վստահություն եկավ Երևան Մոսկվա տրանզիտ այո սոսոյի հետ մի քիչ ավելի պնդացա որ Պենկինի հետ երջանկության հարցումները ու շորտը հետո ավետը գրեց իսկական ընկեր Կարեն Սևակի հետ ու ասեցին Սոն դու Ես դատի ենք տալու դու հայրեն չես, աս ինչ եմ արել, հիմա ինչ եմ արել, ասեցին դու հայրեն ինչի չես երգում, քո ձևով երգի, ասում երևի ամեն ինչ իր ժամանակն ունի, ես պիտի զգամ, պիտի հավատակ ես, ամեն ինչ անում եմ մեր Ես ուզում եմ այսքան խոսքը ասելուց հետո նաև արա թեմայից մի նախադասություն ասենք և անցնենք մեր մյուս թեմային 2013 թվականին ես վարում էի շատ մեծ հարսանեկան հանդիսություն Միացյալ Նահանգներում Արբաթ ռեստորանային համալիրում։ Այդ ժամանակ ինձ հետ աշխատում էր Արմեն Ալոյանը, Կարեն Բոքսյանը, Սպիտակցի Հայկոն և Արա Մարտիրոսյանը։ Այսինքն դու գիտես ինքս, ամեն մեկ ուներ իր ժամը, 20 րոպե, 30 րոպեներով այնտեղ երգով չի։
Ես ամեն բան արեցի, ամեն ձև համոզեցի, դեպ շատ հայտնի մարզիկի հարսանեկան հանդիսություն էր, որ մի քիչ երկար մնա, արան հետը շփվեմ, խոսան վաղուց չի տեսե կարոտել է, միջև իր հատվածը գա երկտով ինքն էլ այդ էներգիան տալիս ու վերցնում ամ։ Ասյար ինչ կա, դու այդ տենց ինչ թեմաներ կա, դա ես էլ այնտեղ Ամերիկայում եթերներում էի, եւ ուզում եմ հասկանալ նորությունը, թե չասես ձին, եթե դու այդ ուրեմն սոնաս։ Ես քեզ ասում եմ 2013 թվականի թեմա։ Ու բայց հատ մենք մոտիկ ենք, մեր նմանա, այս առաջարկումա, այն սոնաս, իմ սոնան։ Դուք դեռ այդ ժամանակ դու այդ չունեք։ Չէ, որտեվ Բայց 2 դա տարի իրա մոտ նա մենք ընթացքում տեսնվել ենք Հա։ Կրեմլում։ Երբ ես Մակոյի հետ ու լուվի своей причины, դու это երկեցի տաշի Այո։ ժամանակ, մենք առաջ անգամ տեսանք իրար, Այո։ չէ դրանից մի տարի առաջ, ինքը նոր փուլով եկավ այդ երկը Էրիք Էսիրտ, ու մենք առաջ անգամ իրար տեսել ենք ժողովուրդ։ Օ։ No, то есть մենք իրար մասին լսել ենք, բայց իրար չենք տեսել։ Բայց դու հասկանում ես, որ ինքը 2013 թվականից Հա, որովհետև ունեցել է։ ինքը, որտեվ ինքը ինձ տեսավ, Կրեմլում ասեց Սոն, մեզ պետք է դուետ, մենք պետք է անենք կարատե, ասելասի, էդ որնա, ասեց կլնի կտենաս, էդ կարատե է, իրա բարով, ասի, ոչ մի խնդիր չեմ տենում, ես համաձայն եմ, դրա մասին ինձ ասել են տարբեր մարդիկ, որ եթե դու այդ ձեզ շատ կսազի, Այո։ գրի, ասեց, օքեյ, անցավ մի տարի, մյուս տարի տերմա նորից Կրեմլումից, արդեն մկոյետ ես Դուետներ։ դուետա ու լուվի своей причины, Սոն ասում եմ մեզ դուետա պետք ասում ար, չես չում որ դեժավյու է, Հա։ երկրորդ տարին ապրում, ես էլ ասում եմ գրի, Գրի։ ու բայց դա իմ ձևով էլի ոնց կասեմ, Հա։ միշտ ասում էր Սոնա, ես եմ ասում, յուբկով պրոստ, ասում եմ գրի, ասում եմ ես, ասում ար վատ ես, конечно դու, բա ով, լավ, ու հետել ենք ասնում, ու տենց, եկետենց մի օր Ամերիկայից, Այո։ բերեն գալիս է դաշնամուրի վրա նվագած այդ մոտիվը, ես չեմ կարա ձեզ բացատրեմ, որ պահին է դա ուղարկել, ոչ իմ բան հենց այնպես ես կյանքում չի լինում, այդ հաստատ, որտեղ շատ վատ տրամադրություն ունեի, ու ասում սենց այդ պահին խնդրում եմ մի բան սենց եղավ, սենց ասում Աստված ջան, ու փակվել էի, Երևանում էի ես, Մոսկվայում չէի, ասում եմ մենակի մարցունքները մարդ չտեսնի, ասում Աստված ջան, ասա էլի ինչ եմ սխալանում, ինչ եմ նիտո անում, ախր չեմ կարա ես տենց երկեր կա, որ կապ չունի, ասում են փող զատոք աշխատես, ասում բայց կա, պլան կա, ես եթե այդ անեի նա Մոսկվայում կանե Ժողովուրդ ջան լրիվ թվերի մասին էր խոսքը, չեմ կարա ինձ Переступить անեմ, առանցեն ես արեցի ալբոմ, всё пройдёт, ջազից օքեյ, հասկացանք, դուրս եկանք, բայց կա որակ, կա սոնա, այդ պլանկեն չեմ կարա իջնեմ էլի։ Ոսեն համոզել ենք քեզ այդ երկու։ Ահա, դե չէ, սենց ու նեղվեցի, որովհետև աչինո սենց մի հատ երկ դուրս եկա, ու հասկանում եմ, որ ինքը դիտում չկա, որտև ինքը ուրիշ մախարդակ է էլի, ու սենց մանտրաժ ես ընգնում, ինչ լավ, ոնց սենց, դե ասի ուրեմն ավելավա ես թարի եմ երկելը, փակ ենք ավելավա, բայց չեմ կարա անեմ այն ինչ որ իմը չի, ինչ որ չեմ սիրում, դի չի լինի, եթե ինչ եսնա, էդի չեն հավատա, ոնց չսիրելով անես, երկես, երկ, ու այդ վարկյանին արցունքները սենց բան ասում Աստված ջան, դե տենց ատող вообще պետք է ուրեմն իմ երկրը, ես երգում եմ 13 տարեկանից։ Ու այդ վարկյանին Հա։ ծնունդ հեռախոսս ուզած ֆռվում եմ, որ արցունքներս լվացում եմ սարը, որ դուրս կամ վանից մենոք չտենան անգարց։ Հա, տենց։ Որտեղ լիք հարցեր կտան։ Չեն տնում էլի սոնայի արցունքները, ինչ եղավ, ուրեմն շատ գլոբալ բան է պետք է եղածած լինի,
Այդ րոպեին զանգացեց, մտա տեսա Viber-ի։ Viber-ի վրա բան եկավ։ Ու սխմեցի Viber-ին, առանց տեքստի, առանց խոսալու, առանց բարևի, այդ մելոդիան է։ Իրա նվագած, իրա ձենով, դամը բանում դի բավլա, այդ արդեն արանժովկով է, ինքը դավը վավը վենատը, այսենց, ու երկումա, եսենց վրացյասի, я все поняла, լվացվեցի, այսենց մի հատ թևեր, զանգեցի ասի, դու ով ես, մայ գժոտ, ես ինչ հայրեն ալնելու, եկել ընդեղից չեք պատկի ասում, ինչ հայրեն, ես եկել եմ, թե հայրեն ասում, որնի, միայն ռուսերեն, ուզեց իրար հետ, մի անգամից ասեցինք, իհարկե բարեր գրում է, ավետը, ու շա, ու ասի, դու չես էտո, որ գաս, ես կես կասեմ, որ պահին ես դու էտ վարկե 2 տարի անց, հենց էտ վարկյանին, որ ես հարց եմ տվե ու ասել եմ վշո, պագում եմ ճայցեմ, ավելոտ շերք եմ, ու դու էտ պահին ես էտ վարկե, ասեց, ինչ ես խոսում, եմ էտ նորմալ բացատեսի հետո, հիմա կարևոր չի, որտև ես արդեն վշո, դարավոր ես սոնանել եկավ, վշո, էտ էր պետք, ավետն էլ, մի շապատա 10 օր ցեն չի անում։ Նայեք զանգեց ասում կանգնացես թե նստած։ Ասում եմ ասա, մեկ ձեր չենք տալի, որտեվ թվորչեսկի մարդկանց չի կալ այդ պահին ձեր տալ, ասել 2 օր ժամանակ ունես արագացրա։ Կարող է 10 րոպեում գրի, կարող է 2 տարում ստացվի։ Մեկ էլ ասես դե լսի։ Ասեց ինչքան թուղթ կա օգտագործել եմ, ինչքան թանակ կա օգտագործել եմ, ինչքան խում կա ծխել եմ, դե հիմա բռնվի, ասի ապամի, ես այդ վաղտ Մոսկվայում էի, ասեց сердце 40 градусов, а в душе жара, ты живи радуйся, нам любить пора, ու ձեն չկա, ասում սոնչիկ ձեն հան, որ սոնչիկը ձեն չի անում, տարունակ է, բոլոր սորը սոնան, սենց, Ձեն չեմ հանում, ասա սոն ձեն հան, մի հատ, ու սենց պաուզա ասում, ավետ ինչ 40 գրադուսով, էդ ինչ ապուշություն ես ասում, ասում է ինչ, ասում է 40 գրադուսով կարող եմ ուտացեն ոտկայի հետ, արաղի հետ կա, ասեց սոն հաջող, խի ես կեզ զանգեցի, ու դրես տրվկեն, ես սորը կնել զարդնել եմ, զանգել եմ, ասում, ավետ դու գիժ ես, это так круто, ասում եմ, վայ, մի սուտկայից ինֆարկտի հասցրեց, դե մի չհասկացա էլի, բայց որ պետի երվի քնեի, զարդնայ, այդ բարերով ասի, իսկի, էդ էլ որ կտնում ես, կուպլետը կգրվի, այդ կարևոր է, այդ կլուչևոյ, բայց ասում է, ինչ սորը գրատու, ինչ ես դու խոսում, Я твою любовь знаю наизусть, по глазам могу прочесть смех и ненависть. Աստված հոգին ուսավորի մեր արայի, հայկոյս մոտ, հիմա իմ սրտում սորըք չի, վարվում է, ու ոնց ինքը հիմա կասեր կինոն վերջաց, Եթե մենք լսում ենք մի քանի րոպեանոց երգ, երաժշտություն, լավ բառեր, ասում ենք ինչ լավն է, ինչ հաճել էր, դուք հասկանում եք մի ամբողջ պատմություն, տարիներ է անցնում, երբ որ մի հատ այտենց գործ է ծնվում, դրա համար էլ հիթ է։ Շատ ուժեղ խփեց, Ուկրաինան վերցրեց, Բելարուսյան, սախրատացյա, առանց են որ բազմիցի պաժալուստը չկա, իրանք իրանցով մեզ են ուղարկե, որ ռոտացիան գնում է Ուկրաինա, ռոտացիա գնում է ամբողջ Բելարուսիա, շնորհակալ ենք ու էլ չեմ ասում բոլոր ամառային այդ բաց
Վացոտիա, Սոչի, Ռոստով, Կրասնոդար, ինչ կան երկիշներ, որ երգում են ցերց 20 գրադուս։ Հիանալի է։ Ու Կարենին ամյան, որ եկավ Մոսկվա, Հա։ ու նկարեց շատ թեթև, շատ անցավ, որովհետև ասում կար, բայց սենց հակավաբե, ասում Սոն, այս սենց մարդկանց էլ այնքան սիրում եմ, այնքան անկեղծ են, ասեց Սոն, այնքան ուժեղ է երգը։ Հա, ճիշտ ասում։ Կալա ոչ մի բան, Բան պրոստը կանգնեք երգեք, շատ ուժեղ է։ Հա։ Ես համաձայն եմ, Մերսի, որովհետև ես այս օրերի ընթացքում Գրիգորի Եսայանի հետ շփվելուց էլ, նու Գրիշն էլ է, չի սիրում սցենարային տենց ամեն ինչ, ասում Գրիշ, երգեր կա, որ ուղղակի պետք է նստեք կամ կանգնեք, որովհետև արդեն մենք գիտենք երգն է բոմբ, երգն է աշխատում, մեզ ոչ մեկի ձեր տեսարանները պետք Չէ, ամեն կչունի այդ կայացած ոնց ասում ողնաշարը, որ ճիշտը, ճշմարիտ ասի, ոչ թե ասի ես Սպիլբերգն եմ, կավիճկը, այլ ասի շատ հզոր երկդ, իմ գործը միզերա, որովհետև երբ որ մենք տեսալովակ նկարում ենք, մենք մտածում ենք երկին ավելի սենց ոնց դա ասեմ усиление է ստալի, չէ՞։ որպեսզի ձուլվեն նաև, հա։ Ну, наоборот, մենակ ձուլել չէ, даже где-то հզորացնես։ Բայց կա շատ մեկ էլ դեպքեր, մեկ է տեսալովակը вообще կարա երկի վրա даже ազդի։ Հա, համաձայն եմ, որը շատ է։ Ստանդարտներն էլ տենց սա շատ փոխվել է։ Երկ եթե կպավ, սենց просто կարող է կամերա այս նկարես, всё։ Հիանալի։ Հիտա։ Սոնյաս քո համար ունեմ բլից հարցեր, երկար չմտածես։ Էդի մի քիչ դժվար է, բայց Հեշտ է քեզ։ Դու քեզ որ ծաղկին ես նմանեցնում։ Ромашки. Ինչի Սոն։ Любит, не любит, հեսա կասեն։ Չէ, դրա հետ չի կապված, ինքը ես ծնվել եմ հուլիսին, Ահա։ 15-ին, Այո։ ամառվա մեջտեղ է հուլիս, ամառվա ամսվա 15 կիսել ու երեկան ժամ 6-ին, սաղ սենց կիսալ, Կեսած։ ու ամառվա ու ես ամբողջ սենց պեպեններով եմ, ես էլ ամբողջ կյանք ծածկում ենք, որովհետև Հասկացա։ ինքը Հա, սենց ամառային, սենց, արև։ հա սենց իստում Ճիշտ ես, լավ։ նման Էլ է։ բան չեմ ասում։ մեկ ռոզան կարող է շիպերը, բայց նետ, Չէ, լավ։ Սև թե սպիտակ։ իրար հետ չի կարա, էնել, որտև երկուսն էլ հա, իմ սիրած քոնն է։ գույնն են, կլասիկա է, Փող թե սեր։ սեր, Քաղաք թե գյուղ։ քաղաք, Թեյ թե սուրճ։ Երևանում, քանի որ հիմա շատ եմ սկսել արդեն կարող եմ ճագերները բացել, Ժորժան, իդեպ ասեմ, այժմ Մոսկվայից իմ մեքենա քշեցի բերեցի մի երկու ամիս առաջ, շատ է գտնում եմ արդեն ստեղ Սոնան, արդեն Երևանում, Երևան։ շատ Ուրեմն ժամանակ, սուրճ է շատ խմում։ չի խմում միջև այդ սուրճ, հայրի հետ սկսեցի սուրճ խմել միջև այդ թեյ եմ խմել միշտ, Կոկտեյլ թե կոնյակ։ կոկտեյլ, Ֆիլմ թե ներկայացում։ ֆիլմ, Հայկական թե իտալական խոհանոց։ հայկական առաջնահերթ, Ֆուտբոլ թե մարմնամարզություն։ չեմ համնամարզություն, Դառը թե քաղցր։ в смысле իմ համար, Չէ, ընդհանրապես, քո նախընտրած։ Որն է սիրում դիտել։ Չեմպիոնատ Եվրոպի միրը ես միշտ նայում եմ, Վերջացավ։ միշտ, Ուրեմն ֆուտբոլ։ Դառը թե քաղցր։ ինչը, Կապ չունի։ դե կոֆեն դառը, բայց կյանքը թող Քաղցր լինի։ Ամառ թե ձմեռ։ Ամար, Ոսկի թե արծաթ։ արծաթ, Նախընտրած կենաց։ за наших предков, Զմրուխտ թե ադամանտ։ ասում են ինձ ավելի իզումրուդն է սազում, իմ գարասկոպով, բա, Բայց դու նախընտրում ես։ ադաման, Դու հիմա Աստծուց շատ խնդրում ես թե շնորհակալ ես։ չէ, խնդրում եմ, որ ների իմ մեղքերը, առաջնահերթ, Նոր շնորհակալ ես լինում։ ու նոր շնորհակալ խնդրելը կարող է, խնդրեմ, որ
ում ես սիրում եմ լինեն մենակ առողջ։ Հիանալի։ TV թե հեռախոս։ Չէ, հեռախոս։ Հեռախոս։ Հա։ Դե բայց բաներ կա TV-ն, մեկը ես քանի որ այն պակալինիայի մարդ եմ։ Այո։ TV-ն մնալու է։ Վերջացավ։ Եվ վերջում վերջի հարցը հույսով եմ երկար չես մտածի։ Սիրված հեռուստահաղորդավարուհի։ Գին, դա պրովոկացիա է, ես հիմա տենց չեմ նայում, բայց իսկականից շատ հետաքրքիր քո հետ, շատ պրոֆեսիոնալի մարդ ես, որը զգացվում է, ակնհայտ զգացվում է, շատ ինտերվյուներ չի ստացվում իմ մոտ գնալ, Ինչի՞ ուզում։ բայց դե գործի առումով, զբաղվածության առումով, մեկ էլ այդ բարի լույսեր, բարի լույսեր։ շորջան չելի, Հա։ շատ եմ ձեզ սիրում, բայց զոր այդ առավոտ շուտ զարթնելը, որտեվ հավոր սենց սիրուն լինեի, մի անգամից մեկ հատ մազով կարող է օքեյ է, բայց որպեսի սիրուն գանք, մի երկու ժամ էլ պետք է։ Իհարկե, այսօրվարով հիներից մեր շատ մարդիկ փոխվել են, Այո։ չեն վարում, եղել է Սուսաննա Շահինյան, Այո։ Հրաշք։ հրաշք, որը փոքր է մի օր գժված, ասեց, մի հատ ռուբրիկա կար, չէ, Արտասամանյան էստրադա, Այո։ ասում էր, մեկ էլ մի օր ասել, դե ռուսական այմ կրթությունը չկալավն եմ ավարտել, ասում է, իսկ այժմ կլսեք Վիսյոլի Ռիբյատա խմբի կատարմամբ Տյոտյա երգը, ես մեռա, она уникальная. Հա, շատ։ Я ее люблю, честно. И спасибо тебе, что ты есть. Ես գրած Սոնյայի մեջ հասկացա, որ դու էլ ինչ-որ պերիոդ արենայից գնացել ես։ Զուտ առողջականի համար։ Հա։ Ու ես շատ ուրախ եմ, որ դու հիմա կաս ստեղ 21 աչքո TV ու ես քո հյուրն եմ։ Ես էլ շատ շնորհակալ եմ։ Լինես առողջ։ Ապրես, ես ուզում եմ դու ալինես առողջ, որովհետև քո էներգիան էլ առողջություն ես տալի։ Մենք ունենք օրվա հոբելյարներ, Սոն։ Տեսախցիկը քոնն է։ Ուզում եմ շնորհավորես իրենց։ Քո գլխավորությամբ բոլոր կանանց, մայրերի, քույրիկների միամսակն եմ շնորհավորում, ապրեն հայրը մեր, որ մարտի 8 չի մենակ, Այո։ եվրейский ход, այլ ստեղ ենք տարբերվել ու մի ամիս մեզ շնորհավորում են շատ հաճելի է, որ մի ամսվա ընթացքում շնորհավորանքներ ես մաղթում եմ լինեք երջանիկ ու թող լինի գարուն ստեղ ձեր հոգում, իսկ հոբելյարներին էլ ցանկանում եմ, որ այն ինչ երազանք պահում են, կարևոր չի հիմա տորտը փչելուց թե ոնց, բայց ամեն տարի 12 ամիսը մեկ մարդ sense սիկլա Զրոյից սկսում եմ, ոնց որ նորից ծնվեցիր, ու միշտ մարդկանց ասում եմ նոր տարի շնորհավոր։ Ձեր նոր տարին շնորհավոր, լինեք առողջ ամենակարևորը, որտեվ եթե կա առողջություն, ուրեմն կա ցանկություն ու կարա ձեր երազանքներ իրականացվի։ Ու իհարկե ամենալավն ու բարին ձեր մտերիմներով, ու միշտ որ Սոնասիրում ասում է «Լյուբիցի и будьте любимы»։ Հիանալի է։ Սոն, ես քեզ համար ունեմ նվեր Հովանավորի կողմից։ Դու հայկական ապրանքանիշներին հետևում ես, ինչ որ բրենդների հետ ծանոթ ես։ Մեր հայ դիզայներների շորերը գնում եմ, տեսնում եմ, ունեմ համերգներն էլ հագնում եմ, դրանում օգնում են Սերժն էլ, Ջեսիկան, իր աղջիկը, որը դիզայներ է, եւ ինչու՞ չէ, անունների մանգի չգիտեմ, որտեւ իմ հիշողությունը մի քիչ այդքան էլ լավ չի այդ առումով, անուններով, բրենդամոլ չեմ հաստատ, Այո։ երբեք չեմ եղել, սազեց, всё, հականք, ու ինչի՞ չէ, այդ ինչի պետք է հայկականը չլինի, եթե տաղանդավոր մարդ մենք լիք երեխեք։ Իհարկե։ Ասեմ, որ մեր Հովանավորը բավականին կայացած է, երկար տարիների պատմություն ունի, Վիստոսո ապրանքանիշն է, խնամք բացառապես, մազերի, այո, դու ինքդ լավ խնամող ես, ես գիտեմ, որ դու էլ ես սիրում, ես ուզում հանձնել նվերը քեզ, Շատ շնորհակալ եմ։ Շատ կցանկանայի օգտվելուց հետո արձագանքեիր կարծիքդ իմանանք, որովհետև այդպեսին է մեր Հովանավորը ուզում է կարծիք լսել։
Հույսով եմ կարձագանք ես։ Մեծ սիրով։ Սոն, Մերսի շատ։ այո, եւ վերջում էլ դու արդեն հասկացել ես մեր ֆորմատը այսպեսին է, օրվա հոբելյարները անհամբեր սպասում են այն պահին տեսնեն Զինան առաջարկում է, թե չէ։ Իսկ ես եւ առաջարկում եմ եւ խնդրում եմ, որպեսզի այսօրվա մեր եւ հերոստատիտողներ, ովքեր երկարին պես սպասել են քեզ եւ հոբելյարներին, մի սիրուն երգ երգես Սոն։ Երգում ենք։ Երկում ենք։ Երկում ենք։ Մեր կանայք չեն նեղվի, որտեվ ի սկզբանե գրել է երգը Հայկոն, Ահ։ որը կոչվել է Լյուբիմայա։ Բայց որովհետեւ ես երգեի Լյուբիմայ, պետք է փոխվեր Անահիտ Նասիմոյան գրել բառերը եւ Լյուբիմայ եղավ ու ինձ թվում է այդ համ կապ չունի, որ ես դիմում եմ Լյուբիմայ, բայց այդ համ կանանց, համ տղամարդկանց վերաբերվում մեծ սիրով շատ կուզեի այդ լիներ, որտեվ քանի որ ասեցի լուբիցի բուտի լուբիմը։ Հիանալի է։ Այնպես որ դուք հասկացաք, ես համոզեցի ընկերուս, այնպես որ ավելի մոտ եք նստում, ձայնը բարձրացնում եք, որովհետև հատուկ ձեզ համար երգում է իմ Սոնան։ Без тебя на свете нет любви, как на небе звезды без луны. Не смогу прожить и дня, ты любовь моя, посмотри в мои глаза. Я ждала и верила, что ты есть где-то близко от меня. Вдруг увидев, поняла, сердце мне сказала да, это точно навсегда. Любимый мой, ты жизнь моя, прекрасный самый для меня. Я благодарна Богу за тебя, родного. Жизнь свою с тобой сведу я. Я люблю тебя, это навсегда. Хочу смотреть в твои глаза и слышать голос твой всегда. Я верю в нашу песню о любви и знаю, тебя не потеряю. Я люблю тебя, это навсегда, любимый мой. Как не думать, а теперь скажи. Каждый миг и каждый час закрываю я глаза, снова вижу там тебя, ты останься навсегда. Любимый мой, ты жизнь моя, прекрасный самый для меня. Я благодарна Богу за тебя, родного. Жизнь свою с тобой сведу я. Я люблю тебя, это навсегда. Хочу смотреть в твои глаза и слышать голос твой всегда. Я верю в нашу песню о любви и знаю, тебя не потеряю. Я люблю тебя, это навсегда, любимый мой. Любимый мой, ты жизнь моя, прекрасный самый для меня. Я благодарна Богу за тебя, родного. Жизнь свою с тобой сведу я. Я люблю тебя, это навсегда. Хочу смотреть в твои глаза и слышать голос твой всегда. Я верю в нашу песню о любви и знаю, тебя не потеряю.
Իմ ու քո սիրո այն երգը, որ հիմա հոգուս մեջ վերք է, ոնց դա եղավ, ես չիմացա, երևի ես ինձ կորցրել եմ, երևի քեզ անտեսել եմ, ոնց պատահեց, չհասկացա, բայց երբ գիտեմ չկաս կողքիս, բայց երբ չկաս հոգիս, էլ ոնց ապրեմ, շատ դժվար է ինձ քեզ տեսնելը, քեզ տեսնել ու քեզ չգրկելը, գիտես, սիրում եմ քեզ, իմ հոգում միայն քո հուշերն են, առավոտը ինձ մութ գիշեր է, գիտես, սիրում եմ քեզ, Դու գիտես, որ միշտ ներել եմ, բերելով երջանկացել քեզ հետ քո կողքին, սեր ապրելիս, դու գիտես, որ կարոտել եմ, կարոտից խելագարվել ամեն առավոտ, առանց բարևիտ, բայց երբ գիտեմ չկաս կողքիս, բայց երբ չկաս